Լոռու մարզի Մեծայրում գյուղի բնակիչները բողոքում են առողջական խնդիրներից, նրանց մոտ վերջերս հաճախակի գլխացավեր են նկատվում։ Վերջիններից համոզմամբ պատճառը գյուղին մոտ գտնվող Աղթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարն է։ Ընդամենը օրեր առաջ գյուղի մի քանի երեխաներ տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես բժիշկներն էին ասել, երեխաների վատ զգալու պատճառը օդի աղտոտվածությունն է։ Երեխաների թվում է եղել գյուղի բնակիչ Սյոմա Դանիելյանի թոռնիկը։ Իրենք բավական մոտ են բնակվում պոչամբարին։ Ապրում ենք նույն գյուղում, պոչամբարից մոտիկ, հիվանդացել է օդի ջրի պատճառով, ընկերտերի, զավոդի ընկերտերի պատճառով։ Զավոդի ընկերտերը մոտնում է թե ջրիկ մեր տանը մոտնա։ Դրա համար օդը արդեն վարակվում է, երեխեքը գլխները ցավում են, սրտերը խառնում է, հիվանդանում են։ Թողարակամ են կեղտերը հանեն գեղեց։ Չբերեն կամ մեզ տեղափոխեն ուրիշ տեղ տանեն։ Գյուղի մանկապարտեզի մոտ մի քանի տասնյակ երեխաներ էին հավաքված։ Փորձեցի ճշտել, ինչ գիտեն երեխաները պոչամբարի մասին։ Գիտեմ, որ այս պոչամբարը շատ վնաս է ու դրանք տարբեր հիվանդություն, օրինակ գլխացավեր, գլխացավեր են առաջացնում։ Գնում էին գործով, դեռ նոր էր սկսել գալը ցածր էր։ Բայց որ եկանք, արդեն բարձր էր, ծառերը ծածկում էր, նոր էր սկսեց ծածկել։ Մի քանի տարի առաջ մարդիկ ծառեր ունեին, այդտեղ բերքատ ծառ կային, իրանք գործ էին անում այդտեղ, իսկ հիմա չկա այդ ծառերը, լրիվ ծածկել է։ Այդ պոչամբարը շատ վնաս է պատճառում թե կենդանիներին, թե երեխաներին։ Այդ ճարպարից մի քիչ վերև բնակիչներ են ապրում ու տենց շատ անասուններ գնում են այդ պոչամբարի մեջ են ընկնում։ Մի 2 ամիս առաջ էլ տենց դեպքեր եղել, էլի ասենց անասունները ընկել էին մեջը։ Երեխաները մեծ հետ զրույցում անկեղծանում էին, որ վերջերս հաճախ են գլխացավեր ունենում ու պատճառն ինչպես իրենք էին համոզված ասում պոչամբարն է, որն աղտոտում է օդը։ Մենք գնում ենք հիվանդանոց, ասում են օդից է։ Երկու անգամ։ Այս վերջերս։ Հա։ Անցած տարի չէի ունենում, բայց այս տարի հաճախակի ունենում եմ։ Ասում է օդից է, շուշուտ տենց տանից դուրս մի արի, արևի տակ էլ մի ընկի։ Իդեպ նշեմ, որ պոչամբարի տարածքում մարդկանց եւ կենդանիների մուտքն արգելող նախազգուշացնող որևէ ցուցանակ չկար։ Այն անգամ ցանկապատված չէր։ Մոտակայքում ծառերը դեռ կանաչ էին, սակայն պոչամբարի մեջ հայտնված ծառերն արդեն չորացել էին։ Նկատեցինք նաեւ մրգատու ծառեր։ Թեև բնակիչները նշում են, որ վախենում են օգտվել այդ մրգերից։ Այժմ համայնքի սոցիալական աշխատող Գարիկ Մկրտչյանը մեծ հետ զրույցում ասաց, որ բնակիչները շատ անգամ են ահազանգում, բողոքում առողջությունից, սակայն իրենց պետք են մասնագետներ, որպեսզի կարողանան ապացուցել, որ մարդկանց առողջության վատ թարացման պատճառը հենց պոչամբարն է։ Մեզ դուրս մասնագետ է պետք, որ կա հատուկ եզրակացություն անցկացնի, ու մենք իմանանք, որ դուրս գանք, ասենք, սենց է, այս ինչ վնասներ է պատճառում ու պետք է կամ փոխհատուցեք կամ փորձեք նենց անեք, որ այդ վնասները չպատճառվի։ Մեծայրումի գյուղապետ Սահակ Նազարյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սանեպիդկայանից օդի եւ ջրի փորձանմուշներ են վերցրել լաբորատոր հետազոտության համար։ Այս պահին սպասում են պաշտոնական պատասխանի։ Մեզ հաջողվեց հեռախոսով զրուցել նաեւ Աղթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի հանքերի կառավարիչ Արմեն Նաղդալյանի հետ, սակայն վերջինս միայն ասաց, որ գլխացավեր բոլորն էլ ունենում են եւ համաձայն չէ բնակիչների այն բողոքներին, որ գլխացավերը պոչամբարի պատճառով են։ Նշեմ, որ ավելի վաղ, երբ պոչամբարի տարածք էին այցելել էկոլոգներ եւ փորձագետներ, վերջիններս Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, որ պոչամբարների մեջ այնքան մետաղներ են պարունակվում, որոնք չեն կարող չազդել շրջակա միջավայրում ապրող մարդկանց առողջության վրա, այն մինչև անգամ գենետիկ փոփոխության կարող է հանգեցնել։